Ադրբեջանի ու Թուրքիայի զորավարությունները մի կողմից պլանային են, այսինքն ինչքան իրենց վերջի տարիների այս զորավարությունների տեմպը որ նայում ես, միշտ պլանային են։ Ես ուզում եմ մեր անհանգստության Գիտեք, պարոն աստիճանը տեսնենք։ Մենք միշտ պետք է անհանգիստ լինենք։ Ես նույնիսկ ասենց ասեմ, մենք հիմա չպետք է երբեք հանգիստ լինենք։ 2020 թվականի պատերազմից հետո այն ձևի փոխվեց ուժերի հարաբերակցությունը ի վնաս մեզ, որ հիմա մենք իրավունք չունենք հանգիստ լինելու։ Մենք պետք է գիշեր-ցերեկ մեր պաշտոնյաները պետք է քնեն իրենց աշխատասենյակներում անվերջ խորհրդակցություններ անեն, էֆեկտիվ սխեմաներ ու պլաններ մտածեն, թե ինչպես, որովհետև մենք այս պահին կանգնած ենք վիի եզրին, անդունդի եզրին ենք կանգնած, եւ մեզ չեն հարվածում ընդհանրապես միջազգային կոնսենսուսի բացակայության պատճառով։ Ես չեմ ուզում թերագնահատել մեր զինված ուժերը, այո, երբ որ մեզ սեղմեն, մենք մարդ կտանք եւ դա անկասկած է, բայց ուժերի անհավասարությունն այնքան է, որ թշնամու կողմում գայթակղությունը շատ մեծ կլինի մեզ հարվածել։ Այսինքն այնպիսի վիճակում չենք, որ ահա հասանք ստեղ եւ հանգստացանք։ Այնքան մենք դեռևս տեղ ունենք առաջ գնալու, որ հասնենք այդ երևակայական սահմանին, որից հետո հանգստանանք։ Բայց դա մենք ինչով ենք զբաղվում։